Հովիկ Աբրամյանի կադրից ազատվելու խնդիր չկա։ Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք։ Պարոն Կարապետյան, ովքեր են նոր նախարարները, մի մասին հանրությունը ընդհանրապես չի ճանաչում, դուք ճանաչել եք անձամբ աշխատել։ Ձեր շրջապատից են, ձեր թիմակիցներն են, նկատի ունեն։ Հանրապետականներ քիչ են այնտեղ։ Դա կապ չունի, ընտրության մեջ դա կապ չունի։ Իսկ ինչ է կապ ունի, ինչ սկզբունքով եք ընտրել, պարոն Կարապետյան։ Ես ասել եմ, չէ, պրոֆեսիոնալիզմ։ Իսկ հնարավոր է ընդդիմությանն էլ առաջարկեք որևէ պաշտոն։ Եթե լավ մասնագետ լինի, ինչու՞ ոչ։ Դեռ քանի նախարար են պաշտոնանքները, քանի նախարարдар կփոխվեն։ Այդ նորությունները պետքա 6-ը փոխվել են, 18-ն են։ Իսկ պրոֆեսիոնալիզմը երբ եք տեսել, երբ Երևանի քաղաքապետեիք շփումներ եք ունեցել։ Տարբեր ժամանակ։ Հասկանալ ինչպես եք։ Տարբեր ժամանակ։ Պարոն Կարապետյան, կոռուպցիայի դեմ էս Հովիկ Աբրամյանի օրոք ստեղծված հանձնաժողովով եք պայքարելու, որ արդեն կար հակակոռուպցիոն այդ խորհուրդը նկատի։ Այդ թվում, այսինքն այլ միջոցներ եք ձեռնարկելու, ինչ եք անում։ Ոչ մի հաջողության դեռևս չի հասել, հա, այդ հանձնաժողովը, պարոն վարչապետ, ինչպես եք դուք անելու, որ հաջողության հասնի։ Ես չեմ հետազոտել դա, չեմ կարծում, որ հաջողություն չկա, բայց այս Որտեղից է պետք սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, պարոն։ Կոռուպցիայի դեմ պայքարը որտեղից է պետք սկսել, պարոն Կարապետյան։ տարբեր տեղերից։ Եվ էլեկտրաէներգիայի ու գազի մասով նորություն ունեք։ Նշել են, որ սա կարող է լինել առաջին շնորհավոր է մի վարչապետ։ Այսինքն Նա թռչնաբուծական ֆաբրիկայի Բաղրամյանի տնօրենն է ձեզ դիմել, այլ գործարար է նաև ձեզ դիմել իր խնդիրներով, հանրային կերպով են դիմել, լրատվամիջոցների։ Բիզնեսմեններից մեկն ասում է, որ իր բիզնեսը խլել է, Հայկազ Բաղմանյանը դիմել է ձեզ։ ես այդ հարցը դեռ չեմ ուսումնասիրել։ Իսկ էլեկտրաէներգիայի եւ գազի մասով նորություն ունեք, որ հանձնարարական է։ Մենք առաջարկել ենք մեթոդաբանությունը փոխել սակագների, տարանջատել սոցիալապես անապահովին ոչ։ Սոցիալապես անապահովից նաև կարող ենք որոշակի բիզնեսի ոլորտների, մասնավորապես ջերմոցներ, վերամշակող ձեռնարկություններ, գյուղատնտեսության ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այսինքն սոցիալապես անապահով կարող է էլի մինչև 200 կիլովատ սպառողները կրկին հեժանանա իրենց համար։ Կարող է եւ ավելի։ Պարոն Կարապետյան, գլխից բռնելու եք, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասել։ Բացատրեք ինչ նկատի ունեք գլխից բռնելու ենք, Ինքը չարաշահում ծելու ենք։ Խնդիրը գլխից կոռուպցիա։ Այսինքն ոչ թե ինչ-որ մանր Շատ շնորհակալ։ Շնորհակալություն։ Եվ Գյումրիում տեղի ունեցող արյունալի միջադեպերը եւ նաեւ Գյումրիում մահվան ելք կար։ Սրանով անհանգստացած չեք եւ սա արդեն չի խոսում այն մասին, Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա, շատ անհանգստացած եմ։ Լավ, իսկ մարզային ինչպես ասեմ, ինչպես իրավապաշտպաններն են ասում, մարզային իշխանությունների դեմ ինչպես են պայքարելու, որովհետեւ հայտնի